Սիրելի հետևորդներ, այսօր եկել եմ հերթական պոմիդորի ջերմոց, բայց այսօր ուզում եմ ձեզ համար նկարել մի հետաքրքիր տեսանյութ, շարքը կանվանեմ չի կարելիներ և կարելիներ։ Ուրեմն եկեք մի տեսանյութի մեջ հասկանանք, թե պոմիդորի մշակության դեպքում ինչ չի կարելի անել և ինչ է կարելի անել։ Ուրեմն սկսեցինք, առաջինը, որ չի կարելի անել, պոմիդորը երեկոյան ժամերին պոմիդորի մեջ աշխատանքներ կատարելն է, քանի որ երեկոյան ժամերին պոմիդորի մեջ արդեն օդի խոնավությունը բարձրանում է, օդը կանգնում է, եւ եթե դուք աշխատանքներ եք կատարում եւ վնասում եք պոմիդորի շվերը կամ այս հատվածի, այսպես ասած, լրացուցիչ շվերը, բեչաները, ուրեմն այս հատվածից սկսվելու է ձեզ մոտ նեղման աշխատանքներ, սկսվելու է փտախտ, նեղում եւ հետագայում արդեն մեծ լուրջ խնդիրների առաջ եք կանգնելու։ Առավոտյան անպայման պոմիդորի ջերմոցները պետք է պարտադիր օդափոխել, որովհետև այստեղ շատ լավ երևում է, տեսեք, ջրի կաթիլներ կան, բոլոր թփերի վրա ջրի կաթիլներ կան, այս խոնավությունը եթե մնա ջերմատանը, ուրեմն իմացած եղեք, որ սա հիվանդությունների բույն է, անպայման սա պետք է հիշեք, որ առավոտյան ինչ եղանակ էլ լինի, աշխատեք օդափոխեք, որովհետև օդափոխությունը պոմիդորի համար շատ կարևոր է։ Պոմիդորի ջրի համար հիշեք, որ եթե պոմիդորը պտուղներ չունի, դեռ պտուղներ չունի, ցանկալի է պոմիդորը քիչ ջրել, բայց եթե արդեն ունի ձևավորված պտուղներ, ահա, ինչպես տեսնում եք, օրինակ այս ջերմատանը կա ձևավորված պտուղներ եւ արդեն հողը խոնավ են պահում։ Աշխատում եք, որ հողը խոնավ պահեք, բայց դրա հետ մեկտեղ օդափոխության մասին չեք մոռանում, որպեսզի այսպես օդերը ամբողջությամբ բաց լինեն, եթե թաղանթներով ծածկում եք, ապա թաղանթները, ներքին թաղանթները անպայման նորից բացում եք, որպեսզի նման խնդիրներ չառաջանան։ Պոմիդորի ծաղիկների հետ կապված ծաղիկները նույնպես աշխատեք փոշոտել առավոտյան ժամերին եւ չեք փոշոտում պոմիդորի ծաղիկները հեղուկով միայն անձրևային օրերին, քանի որ անձրևային օրերին փոշոտված ծաղիկները հիմնականում նեղման պատճառ են դառնում, լրացուցիչ դուք իրենց ջրում եք, այսպես ասած, նեղման պատճառ են դառնում եւ ամբողջ ծաղիկների փունջը կարող է ուղակի նեղել ու թափել։ Այդ դեպքում կարող եք ուղակի այսպես թափահարելու միջոցով կամ այսպես ասած հիմա էլեկտրական ինչ որ սարքեր կան, այսպես ցողունին են կպցնում եւ դրանով փոշոտում են։ Կարող եք միայն այդ օրերին այդպես փոշոտել։ Իսկ եթե ծաղիկները ուզում եք լավ պտուղներ տան, լավ բերք տան, ուրեմն փոշոտումը կատարում եք հեղուկով։ Հեղուկով փոշոտելու դեպքում պտուղները մի քիչ ավելի շուտ են զարգանում, մոտ 10 օր ավելի շուտ է զարգանում։ Ինչով փոշոտել, դրա մասին տեսանյութ ունեմ առանձին իմեջում, կարող եք ծանոթանալ։ Ուրեմն պոմիդորի տերևների մաքրման հետ կապված հիմա ասեմ։ Պոմիդորի տերևները ներքևի հատվածում ցանկալի է որ մաքրեք, այստեղ դեռ չեն հասցրել մաքրեն, ժամանակն է որ պետք է տերևները մաքրեն, քանի որ հին տերևները մնում են գետնի վրա, այստեղ տեսնում եք որ հին տերևներն արդեն կենսունակ չեն, մնում են գետնի վրա, հողից սկսում են վերցնել հիվանդություններ, խոնավություն եւ այդպեսով դառնում են լրացուցիչ հիվանդությունների պատճառ։ Ավելի լավ է մաքրել այս ներքևի տերևները հիվանդություններից խուսափելու համար, մաքրում եք մինչև պոմիդորի ներքևի տակ գտնվող, ներքևի հատվածում գտնվող տերևը, քանի որ այս տերևը օգնում է այս պտուղը, որ ավելի լավ մեծանա։ Չեք մոռանում, երբ որ այս հատվածներն էլ կկտրեք անպայման խորքից։ Ավելի լավ է պոմիդորի հետ կապված հիշեք, որ կանխարգելիչ սրսկումներ անեք, քան թե հետագայում արդեն բուժումներ կատարեք։ Այս պահի համար հիշեմ այլևս ինչ է մնում, ուրեմն հիշում եք, որ պոմիդորը սիրելի հետևորդներ 15 աստիճանից ցածր գիշերային ժամերին ցանկալի է որ չլինի, որպեսզի բերքն էլ լավաճի ամբողջ իր վեգետացիան հիանալի։ Կարևոր բանը որ մոռացած ես ասել, չեք մոռանում, որ անձրևային եղանակներին չեք ջրում ջերմատունը եւ սրսկումներ չեք կատարում, որքան էլ անհրաժեշտ լինեն, դրանք ավելի շատ բույսին վնաս են տալու ձեզ, քան թե սիրելի հետևորդներ, ձեր բույսին ինչ որ կերպ օգնելու են։ Սպասեք մինչև եղանակը կչորանա կամ օրվա ընթացքում եթե մի պահ արև կլինի, իհարկե մինչև օրվա երկրորդ կես, օրվա երկրորդ կեսից հետո էլ եթե արև լինի, միևնույն է նպատակահարմար չի, որ սրսկումներ կատարեք ջերմատանը, դրանով դուք նպաստելու եք, որ բույսը սկսի հիվանդանալ։ Օդափոխության մասին էլ իհարկե չեք մոռանում, երևի այս պահի համար այսքանը։ Առաջիկայում եթե հարցեր կունենաք անպայման գրեք հարցերի բաժնում, մեկնաբանությունների բաժնում։ Դե ինչ, այսքանը սիրելի հետևորդներ, իսկ դուք բաժանորդագրվեք մեր ալիքին, դրանով դուք ինձ շատ եք օգնում, որպեսզի էջը մի փոքր ավելի լավ զարգանա։ Դե ինչ, այսքանը։
Կհանդիպենք։